Շան, թե ինչպես ստացվեց, որ մենք հենց այդ երկու կաբինետները այցելեցինք, ստացվեց այդպես, որովհետև դրանք երևի հավանաբար շատ են, մենք մտանք եւ երկուսնում էլ այդ նույն բանը արձանագրեցինք եւ այստեղ այո խնդիրը բժշկին ըստ արժանվույն վարձատրելու մասին է։ Դուք ասում եք աշխատավարձերը բարձրացել են, դուք խոսում եք բացարձակ աշխատավարձի մասին, բայց դուք այդ բացարձակ աշխատավարձի բարձրացում չպետք է համարեք, որովհետև ավելացել է բժիշկների աշխատանքային բուժ ծառայությունների քանակը, ծավալները մեծացել են, միգուցե ինչ որ մի խմբի աշխատավարձ բարձրացել է բացարձակ, բայց դա աշխատավարձի բարձրացում չէ, որովհետև կոնկրետ մեկ ծառայության համար բժշկի աշխատավարձը իջել է։ N անգամ X, հա, X կոնկրետ այդ մեկ ծառայության համար բարձրացումը իջել է, սա աշխատավարձի իջեցում է, սա աշխատավարձի բարձրացում չէ, մեկ։ Հաջորդը Ցավոք ժամանակը ավարտվեց, Տիկին Քյուրյան, համեցեք պատասխան։ Տիկին Քյուրյան, շնորհակալություն հարցի համար, մի քիչ ճիշտ ասած չհասկացա հարցը, ասում եք ընդհանուր ծավալ աշխատավարձը բարձրացել է, բայց աշխատավարձը չի բարձրացել, նվազել է, աշխատավարձը որ բարձրացել է, ուրեմն փաստենք, որ բարձրացել է աշխատավարձը, չի նվազել, ընդհանուր բյուջեն առողջապահության հատկացված այս համակարգին ավելացել է եւ բավականաչափ ավելացել է առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջ բյուջեն եւ 3 ամիսների ընթացքում մենք բավականաչափ մեծ ծավալի բյուջե ենք փոխհատուցել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին իրենց կատարված աշխատանքի համար։ Հիմա որ բյուջեն ավելացել է, այդ բյուջեից մեջ աշխատավարձն էլ ավելացել չեն կարող, էլի փաստենք որ չէ աշխատավարձը նվազել է, Տիկին Քյուրյան։ Արձագանք Տիկին Քյուրյան։ Տիկին Նանուշյան, եթե դուք չհասկացաք, դա չի նշանակում, որ աշխատավարձը բարձրացել է։ Եթե մեկ հիվանդին ընդունելության համար նախկին տարիներին բժիշկը ստանում էր 5000 դրամ, հիմա ինքը ստանում է 1000 դրամ, բայց փոխարեն ինքը մեկ հիվանդի փոխարեն այսօր ասենք 6 հիվանդ է ընդունում եւ այդ 1000-ով 6 անգամ 1000-ը 6000 է, ինքը ստանում է 6000, բայց իր աշխատավարձը չի բարձրացել, ինքը 6 հիվանդի համար ստանում է 6000 դրամ, նախկինում 1 հիվանդի համար ստանում էր 5000, այ որ լավ մանրամասը այդ վերլուծեք, կհասկանաք ինչի մասին եմ խոսում։ Հաջորդը, հիմա հարցս, այստեղ դուք առաջարկում եք 11-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով ուսանողների, հա, ուսանողների ցանկի ավելացում այս համակարգում, ես ուզում եմ հասկանալ ինչի նկատի ունեք, երբ որ գրում եղածի մեջ փոփոխություն եք արել եւ գրել եք ռեզիդենտ ուսանողները, հա, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող։ Ես ինքս առաջարկել էի միակողմանի ծնողազուրկ ուսանողների, ստացիոնար սովորող ուսանողների ցանկնել ավելացնել, բայց այստեղ ոնց որ թե էլի կիսատ է մնացել, ինչու։ Տիկին Քյուրյան, նայեք, ավելացել է ամբողջ բյուջեն, ֆինանսները ավելացել են պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, ավելացել են հիվանդների քանակները, ձեր ասած առաջ որ մի հիվանդի համար 5000 էր կամ 1000 էր ստանում, չի կարա մի հիվանդի համար 5000 ստանալ, հիմա 1000 ստանալ։ Հիմա ավելացել է եւ դուք էլ ձեր հանդիպումների ընթացքում արձանագրել եք, որ բժիշկները իրանց նաեւ կողմից պարզաբանում են ձեզ, ասում են որ չէ, ավելացել է, պեր կապիտան ավելացել է, աշխատավարձերը ավելացել է, հիմա նորից պնդել որ չէ, չի ավելացել, չեմ հասկանում։ Հետո տրամաբանությունն էլ չեմ հասկանում։ Բյուջեն ավելացել է, հիվանդների թիվը ավելացել է, ո՞նց կարող է բժշկի աշխատավարձը նվազի։ Ոչ մի կերպ չեմ հասկանում, ինչ անտրամաբանական է։ Ինչ վերաբերվում է, թե ինչ ենք ավելացնում ենք այս նոր նախագծով մինչև 1 տարեկան երեխաներին նախքին հաստատված օրենքում երեխաները ընդգրկված էին, ուրեմն նվազագույն եւ լրացուցիչ ցանկի մեջ, հիմա տեղափոխում ենք իրենց ապահովագրական համակարգ, որովհետեւ նախքինում իրենց ռեզիդենտության հետ կապված հարցերը դժվար էր, որտեղ գիտեք, ռեզիդենտությունը որոշվում է նախքին 12 ամիսների ընթացքում։ Շնորհակալություն Տիկին Նանուշյան։